Թեմայի շուրջ առավել մանրամասն կզրուցենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Իշխանյան, արդյոք դատավորին ձերբակալելով Հայաստանում հնարավոր է իրականացնել արդարադատություն մեկ դատավորի ձերբակալումը։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Դրա մասին բազմիցս ասված է Հայաստանի դատական համակարգի խնդիրների մասին, եւ եթե հիշում եք, մի բան է, երբ որ ասում են փաստաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց մի քանի տարի առաջ նախկին արդեն մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի շատ հետաքրքրական զեկույց գրեց Հայաստանում դատական համակարգի մասին, որտեղ նույնիսկ գրված էին այն, ինչ որ շատերը գիտեին, բայց չէին բարձրաձայնում, այն, որ Ատյանի դատավորին ինչ գործերի համար ինչքան կաշառք են վերցնում եւ ինչ ձևով է դա բաշխվում մինչեւ վերևները։ Եվ կարծես թե դրան որևէ արձագանք չտվեց իշխանությունները եւ դա ընդունվեց որպես փաստ, ի վերջո նորից եմ կրկնում, դա բոլորը գիտեին, բայց դա արտահայտվեց։ Այսինքն մի հոգու ձերբակալելով եւ դատելով ինչ որ տեղի ունեցել, ես տեսանյութը տեսել եմ, ճիշտ ասած մի փոքր ինձ համար անսպասելի էր, որ անսպասելի մի այլ բան էր անսպասելի, թե ինչ աստիճանի կարող է իջած լինի դատավորը, որ անցումում կաշառք վերցնի, որովհետեւ ճիշտ ասած դա չէի սպասում ես, որովհետեւ շատ ավելի տարբեր ձևեր ունեն կաշառք վերցնելու դատավորները, բայց ոչ այդպես բանով անցումում այդ մակարդակի, ինչևէ, խնդիրը շատ լուրջ է այստեղ, որովհետեւ եթե դուք նույնիսկ նայեք հատուկ ուսումնասիրություն լինի դատավորների ստացած աշխատավարձով ըստ իրենց կարգավիճակի, որ նրանք ուրիշ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն, մեր դատավորների, ես չեմ երբեք հեռու եմ այն մտքից, որ ասեմ բոլոր դատավորները, խոսքը դատական համակարգի հիվանդության մասին է, թե ընդհանրապես դատավորները ինչ ունեցվածք ունեն, ինչպես են եւ այլն, եւ այդ ամեն ինչը կոռուպցիայի, այդ թվում նաեւ կաշառակերության արդյունք է, եւ հարցրեք այնպես հարցրեք փաստաբաններին կամ ովքեր որ գործ են ունեցել դատարանների հետ, թե ինչ վիճակ է։ Այստեղ խնդիրը մի քանի բաղադրիչ ունի, մի կողմից դատարանների անկախության հարցն է, մյուս կողմից սոցիալական ապահովության հարցն է, եւ եթե նկատել ենք մեծ մասամբ դատարանների մասին Հայաստանում խոսում է այն դատավարությունների ժամանակ, որոնք ունեն քաղաքական հնչեղություն, եւ բոլորը զարմանում են, թե ինչ անարդար են դատում դատավորները, ոնց հաշվի չեն առնում կողմի ապացույցները, խափան միջոցով ոնց են միշտ ընտրում որպես կալանք, երբ որ կարելի է կալանք չընտրել։ Եվ այս ամեն ինչի ինչն է պատճառը, որն է պատճառը, այդ դրա մասին պետք է խոսել։ Ի վերջո նրանք լինելով քաղաքական պատվեր կատարող, մնացած ժամանակ նրանց թույլ է տրվում զբաղվել կոռուպցիայով ու կաշառակերությամբ։ Եվ սա եւ այս առանձին դեպքերը, որ օրինակ երեք այդ դեպքը այդ ձերբակալությունը եղել է, սա ուղղակի պետք է ցույց դրվի, թե ինչպես են պայքարում կաշառակերության դեմ, բայց այդ ձերբակալությունը ինձ լավատեսության հիմքերի բոլորովին չի ներշնչում։ Հնարավոր է դառնա քավության նոխազ։ Արդեն դառել է քավության նոխազ այդ մարդը։ Քավության նոխազ է դառել եւ ի ցույց է դրվելու, թե ինչ բանը կաշառակերության պայքարի շրջանակներում քանի ոստիկան է պատժվել, քանի չգիտեմ ինչ, եւ դատավոր, նաեւ դատավոր պատժվեց։ Խնդրեմ ձեզ։ Կցանկանամ նաեւ անդրադարձ կատարենք մի այդ երեկվա կայացրած վճռին, ըստ որի Վճռաբեկ դատանի նախագահի գործունեությանն է անդրադարձել եւ նշել, որ 11 տարի առաջ նա խախտել է արդար դատաքննության իրավունքը, ընդ որում ՄԻԵԴ-ը երբեք չի անդրադարձել դատավորի գործողություններին։ Սա ինչպես է գնահատում։ Նույն համատեքստում կարելի է գնահատել, որովհետեւ եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում էր սեփականության իրավունքին։ Այո, Բյուզանդի փողոցի իրացման այդ ամբողջ գործընթացը Հյուսիսային պողոտայի Բյուզանդի փողոցի այդ ամբողջ գործընթացը դա եղավ գործադիր իշխանության, այսպես ասենք, հատուկ որոշմամբ, եւ այստեղ հստակ երևաց մի այլ հարց՝ դատարանների ոչ ինքնուրույնությունը եւ կախվածությունը, ոչ անկախությունը։ Եվ այդ դեպքում, երբ որ այդպիսի որոշումներ են կայացրել բոլոր Ատյանի դատարանները սեփականության ներքի կոպիտ խախտումով, այստեղ ես չեմ կարծում, որ դա եղել է կաշառքի հետ կապված հարց։ Սա եղել է քաղաքական պատվեր, իսկ մնացած հարցերում թույլ է տրվում նաև լինել կաշառակիր կամ կոռուպցիոներ։ Եվ վերջին հարցս, դատավորներին ինչ խորհուրդ կտաք որոշում կամ վճիռ կայացնելուց առաջ։ Նրանք շատ լավ գիտեն, ես չեմ կարող որևէ խորհուրդ տալ, ուղղակի այս դեպքից հետո նրանք շատ ավելի զգույշ կլինեն եւ այդ ձևով կաշառք չեն վերցնի կաշառակիր դատավորները։
Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էր։